Պարոն Շաքարյան, վերջին տարիներին շատ է գրվել խոսվել, բայց կարող եք համառոտ բացատրել, թե ինչպիսին է ըստ կանոնադրության Բուլղարիայի հայկական թեմի Սուրբ Էջմիածնի միջկապը։ Կհամարձակվեմ, պնդել, որ ինձ համար նույնպես շատ դժվար է բացատրել այս վեճը Սուրբ Էջմիածնի հետ, որը շարունակվում է արդեն ավելի քան 6 տարի, պատճառները դրա համար 1 կամ 2 չեն, բայց ավելի կարևոր է, որ բոլորս տանք հետյալ հարցը. ինչու էր անհրաժեշտ փոխել մնացած կուսակցությունները Բուլղարիայում։ Ինչու է հարկավոր ուժով փոխել մեր Սփյուռքի կազմակերպության կանոնակարգը։ Ես օգտագործում եմ ուժով բառը, որովհետև 2018 թվականի եկեղեցական ժողովը գործնականում չընդունեց 100%. Սուրբ Աթոռից ուղարկված կանոնադրության տարբերակի տեքստերը։ Արդյունքում մենք զրկվեցինք քահանաներից, սկսվեց հարձակում հասարակության անհատների դեմ։ Կփորձեմ կարճ պատասխանել ընդունված ընդունման համար ուղարկված կանոնադրության էական տարբերությունների մասին։ Հավանաբար կանոնադրություն։ Բայց եկեք վերադառնանք հարցին, կատարելով մեկ էական ճշտում, այստեղ պահն ես մեկ անգամ պարզաբանելու, որ կանոնադրության ընդունում եմ գործող կանոնադրության փոփոխությունները դրա հետ կապված գործողությունները մինչ այժմ միշտ եղել են միայն եկեղեցական ժողովի իրավասության ներքո։ Եվ հիմա հիմնական հարցերին, էական տարբերություններին, կետերին, որոնք մեր պատվիրակներն ընդունեցին, կանոնադրության տարբերակից, որը ուղարկվել էր Սուրբ Աթոռից։ Առաջին հերթին նոր տարբերակի բոլոր փոփոխությունները պետք է հաստատվեին ուժի մեջ մտնեին Գերագույն Պատրիարք Կաթողիկոսի հաստատումից հետո։ Սա գործնականում նվազեցնում էր եկեղեցական ժողովրդական ժողովի պատվիրակների որոշման կարողությունը, անտեսում էր նրա գործառույթը որպես մեր թեմի գերագույն մարմին, քանի որ ամբողջ դարաշրջան հենց նա է ընդունել ամենակարևոր որոշումները, որոնք կապված են հավատքի, մեր Սփյուռքի գոյատման հետ։ Երկրորդ տեղում պատվիրակները ընդունեցին ծագերպում, որում նշվում է, որ ուղարկված է Սուրբ Գահին, որտեղ առանձին Գերագույն Պատրիարք Կաթողիկոս է, առանց որևէ պայման նշելու, բայց տրվում է իրավունք փակել մեր թեմա։ Դուք ինքներդ հասկանում եք, որ դա չի կարող տեղի ունենալ առանց մեր Սփյուռքի ներկայացուցիչների որոշման, այսինքն առանց պատվիրակների որոշման, առանց եկեղեցական ժողովի անցկացման։ Երրորդ, պատվիրակները չեն ընդունում այն ծագերպումը, որ մեր թեմի փակման որոշումից հետո, ըստ մեր հայրապետի Կաթողիկոսի միակողմանի որոշման, մեր գույքը անցնում է Սուրբ Աթոռի տնօրինությանը։ Պատվիրակների որոշումը այն էր, որ եթե եկեղեցական ժողովի կողմից նման որոշում ընդունվի, հարցը կքննարկվի Բուլղարիայի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն։ Պատվիրակները համաձայն չէին ծխական համայնքներում անդամակցության սահմանման անդամավճարների պարտադրման հետ, բայց բուռն քննարկումներից հետո համաձայնվեցին կանոնադրության հեղինակների պահանջի հետ։ Բայց Սուրբ Աթոռը։ Այս կարճը հիմնական նորմերն են, որոնք տարբերում են ներկայումս գործող կանոնադրությունը Սուրբ Աթոռից ուղարկված տարբերակից։ Տարեկան ժողովը, որը հանգեցրեց մեր հարաբերությունների խզմանը։ Ամենավատն այն է, որ բոլոր տեղի ունեցող իրադարձությունների մեղադրանքները ուղղված են թեմական խորհրդին, մասնավորապես ինձ, որպես նրա նախագահ։ Եվ ինչպես հասկանում եք, թեմական խորհուրդը չէ, որ կատարում է փոփոխություններ, ընդունում կամ մերժում կանոնադրության տեքստերը, այլ դա եկեղեցական ժողովի ընտրված պատվիրակների իրավասության մեջ է։ Եզրափակելով, կարելի է ասել, որ սա այն 3 հիմնական տարբերություններն են, որոնցով տարբերվում է Բուլղարիայի հայկական թեմի կանոնադրությունը, այն կանոնադրությունից, որը փորձում են պարտադրել Սուրբ Աթոռից։ Մյուս մտահոգիչ փաստն այն է, որը այս տարիներին հաստատեցինք, այն է կախվածությունը, որը ակնհայտորեն ունեն մեր բարձրագույն հոգորականներից ոմանք Սուրբ Աթոռ Էջմիածնում, արտաքին գործոններից կազմակերպություններից։ Ոչ միայն մտքով համոզված եմ, որ նրանք խանգարում են առաջացած հակասությունների լուծմանը։ Որովհետև այս 6 տարիների ընթացքում բազմաթիվ փակ հանդիպումներ անցկացվեցին Սուրբ Աթոռի Գերագույն Պատրիարքի ու Կաթողիկոսի ներկայացուցիչների հետ, բայց վերջում այդ կախվածությունը դարձավ էական խոչընդոտ այս տարբերությունների կանոնադրության լուծման կամ հաղթահարման համար։ Կարծում եմ, որ շուտով ժամանակը կգա այս թեմայի շուրջ խոսելու։
ինչպես նա նրանց կորպորատիվ շահերի մասին։ Մեր թեմի խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը կորպորատիվ անձնական շահերն են, որոնք միայն օտարերկրյա կազմակերպությունների շահերին են ծառայում, բայց ոչ մեր բուլղարահայ համայնքի։ Ասվածից հետո ինձ համար դժվար է ձակերպել հաջորդ հարց, բայց ինչպես է այս ամենից հետո գործում հայկական թեմը այս տարիների ընթացքում, ինչպես եք դուք թեմական խորհուրդը, եկեղեցական խորհուրդները, աշխատում ստեղծված իրավիճակում։ Այստեղ բաց եք թողնում հարցնել, թե ինչպես են զգում մեր քաղաքացիները, մեր հավատացյալները, զրկված իրենց հոգոր հովիվներից։ Հնարավոր է, որ այնտեղ պետք է փնտրենք պատասխանները Սուրբ Աթոռի կողմից կիրառված պատժամիջոցներից։ Մեր կանոնադրության մեջ նշված է, որ մեր հոգոր կենտրոնը ընդունված է լինել Սուրբ Աթոռի անձնական որդին, բայց իր Տերը, որպես այդպիսին բնականաբար կատարելը ամենաամոթալի փաստն այն է, որ այս ամենը դառնում են լայն հասարակության սեփականությունը Բուլղարիայում։ Բայց ձեր հարցի պատասխանելու համար պետք է երկար մտածենք։ Կբացեմ մեկ փակագիծ։ Մեր թեմը չպետք է դիտարկվի միայն որպես եկեղեցի քահանաներ։ Ամեն ժամանակ թեմական մարմինները կենտրոնում են մեր կենցաղի, մշակույթի, լեզվի ավանդույթի պահպանման, զարգացման սերունդներին փոխանցման գործում։ Եկեղեցական խորհուրդները տեղերում հոգ են տանում ոչ միայն եկեղեցական տաճարների քահանաների, այլ մանկապարտեզների, կիրակնօրյա դպրոցների, ինքնագործ խմբերի, պարային խմբերի, ընթերցարանների շատ այլ բաների կազմակերպման պահպանման համար։ Նրանց աշխատանքի շնորհիվ այսօր մենք դեռ գոյություն ունենք մեր Տերը։ Մեր Տերը չի սահմանափակվում միայն մեր եկեղեցական տաճարները բացելու կամ փակելու մեջ։ Մեր Տերը շատ ավելի մեծ է։ Այստեղ խոսքը գնում է մեր ամբողջ սփյուռքի, կյանքի գոյատման մասին որպես այդպիսին։ Եվ երբ խոսում ենք մեր թեմի մասին, մենք որպես ընտրված մարդիկ ղեկավարելու համար կրում ենք պատասխանատվություն մեր ազգի համար։ Գոյատած դեռս կենդանի Բուլղարիայի Հանրապետության տարածքում։ Եվ իսկապես պետք է շնորհակալ լինենք բուլղարական պետությանը, ժողովրդին, որ մեզ տալիս է երկրորդ հնարավորություն առանց պայմանների խոչընդոտների։ Ընդհակառակը, աջակցությամբ ըմբռնումով, մենք պարտավոր ենք այս պետությանը, ժողովրդին շարունակել։ Սպասեք մեզ։